Ասեմ, որ ես առաջարկել էի այս ուղղությամբ, այդ տեսնում եք այս Սեսուլանն է, այստեղից 7 կիլոմետր տարածք է, որ մենք մի խումբը այստեղով մտներ, երկրորդը այստեղ մտներ Թալիշ, ու ծավալվեր այս ձև, գլխավոր բրիգադա խփեր այս տարածքով ու այս ամբողջը վերցնենք, այս Մարտակերտի արտավայրն է, հետը մեկտեղ Միրբաշիլի իր գյուղերով։ Հնարավոր էր արդյոք այո, հրամանատարը համաձայնությունը տվել է Ջալալ Հարությունյանը եւ կազմակերպչական աշխատանքների փուլում նա վիրավորում է, ոնց որ դուք գիտեք, գալիս է նոր հրամանատարը, նոր նույն ձևի հետ խոսում ենք, չեն հասցնում ինչ որ պատճառներով, ասենք, երբ որ ստեղ ծանր է վիճակը, ստեղից գումարտակներ են հանում, տեղափոխում մեծ կողմ, ավելի է թուլանում, մի խոսքով չեն կազմակերպել, չնայած ես սխալ եմ համարում, ստեղից հանելը բերել ստեղ, որովհետև մեր աչքի դեմ կա, այս ինչ որ խոսում եմ, վիդեոն էլ կա, հակառակորդը ստեղից հանում է 50-ից ավել մեքենա պիխոտ, մարդկային ռեսուրս, տեղափոխում այստեղ, հակառակորդ ստեղից հանում է 15 տեխնիկա հանում, մենք ամբողջը վիդեոյով նկարած է, կամերան դրած տեսնում ենք տրանսով ոնց էին կրում այդ ժողովուրդը, այսինքն ինքը չէր սպասում մեր կողմից որևէ հարձակման գործողություն, մեզ պետք էր այստեղ 7000-ից ավել խմբավորում ունեինք մենք, հարկավոր է այստեղ անցնել հարձակման, որը որ չեն կատարել։ Որպեսզի այստեղից իրենք խոճապար հետ բերեին իրենց զորքերը։ Որտեղից հետ բերեին իրանց համար այստեղ այս տարածքում ուղիղ 65 կիլոմետր նոր սահման է դառնում, որը որ 65 կիլոմետրը հեշտ չի։ Իրենք պիտի պահեին։ Իրանք պիտի այդքան զորք բերեին, որ պահեին, մանավանդ, որ այս տարածքները խիտ բնակեցված է եւ արդեն իսկ այս առաջի հարվածից իրանք կունենային մի 70-80 հազար փախստական։ Ինչը քաղաքական նաև։ Այո, բայց ես չկարողացա մեր ռազմական եւ քաղաքական ղեկավարությանը հասկացնել դրա գլխավոր իմաստը։ Դա երկրորդական պլանում էր միշտ։ Չէին հասկանում ընկալում։ Դա էր պատճառը։ Սա մեկ։ Շուշիի օպերացիան հետևյալն է, այս Շուշին է, քարին տակ, այս տարածքն է, այս ճանապարհով իրանք մտել ու այս կածանով եկել են հասել ստեղ ու դիրքավորվել են, մի քանի դիրք են դրել, Սխնակ գյուղում ստեղծել են իրանց բազան ու ստեղից ձգվել են դեպի Շուշի։ Մենք այս դիրքերում մենք էինք, օպերացիան հետևյալն էր 3 հատ գումարտակով, երկուսը Հայաստանից, մի հատ Արցախից, Առաջաձորի գումարտակը, Վանգյուղը եւ Առաջաձորը 250 հոգանոց գումարտակ եւ այս երկու գումարտակը հայաստանյան, որտեղ որ պետք է խնդիրը այստեղով մտնեին այս Ավետանարոս գյուղի դեմով նստեին, այս բարձունքը վերցնեին, ճանապարհը տային, այո, ճանապարհով որ հակառակորդը չկարողանա օգտվի, մեկ, երկրորդը Սխնակ գյուղը շրջապահ երկու կողմից մի գումարտակ այս կողմից, մյուսը դեմից, գան քարի տակի այս ուղղությամբ այս բարձունքներով նստեն ու փակեն։